Կոֆե խմողներ, եկեք, հավաքվեք։ Բարի լույս հետևորդներ ջան, բարի լույս ժողովուրդ ջան, հարազատներ ջան, ինչպես եք։ Գարնանային պայծառ օր է, ջերմ, արևոտ, լուսավոր, այն օր զգում եմ գարնան շունչը, նայում եմ բնությունը կենդանություն է ստացել և այդ շունչը հաղորդել է ինձ, ես էլ ոգևորվել, ուրախացել, եմ աշխատանքի գամ, հետո նորից անցնեմ իմ առօրյա գործերին։ Ինչ ասեմ, ձեզ բարի օր, սիրելի հետևորդներ, գիտեմ գյուղացիներ, ինչու չէ նաև քաղաքաբնակներ, ես էլ եմ, բայքը քաղաք է համարվում, բայց ես կատարում եմ գյուղական գործ, հողի գործը բացվել է, ձեր սիրած ոմանց համար սիրած զբաղմունք է, մեծ սիրով են անում, ոմանց համար էլ տրտնջալու աղբյուր է, գիտեմ, հենքան մարդիկ կան, ես շատ եմ լսել, որ տրտնջալով ասում եմ, վայ, էլի փոր արա, հողամասը փորի վեյ, վայ, պետք է սածիլ անենք, խոսքի մովերը էտենք հավաքենք, մի տրտնջացեք, մի բողոքեք, հետո կփոշմանեք, կասեք երնեք չեր, այդ հողամասը մի շնչի փորեի, մովերը հավաքեի, չոր կապանեի, խոտերը ալաղեի մեր լեզվով ասած, այնպես որ ես ինչ խոսում եմ, ու մեկնաբանություններ եմ տեսնում, գրում են դու ինչ խոսում ես, եղանակից ես խոսում, բնությունից, այո, ես բնություն սիրող մարդ եմ, ինձ ավելի լավ եմ զգում, հոգեհարազատ եմ զգում բնության մեջ, թեկուզ գնում եմ չարչարվելու հեշտ չի, տեսնում եք, ինչքան եմ չարչարվում, մանավանդ այս սեզոնին, սիրելի հետևորդներ, ճանճերը դուրս են եկել, մլակ է ճանճը, երեսը ցվրում են, ու գալիս են աչքերիդ առաջը են մացառուտների մեջ, վտանգավոր, կարող է աչքդ մտնեն այդ պահին չտենաս, օծի մոտով անցնես, օծին տրորես, այդքան դժվար աշխատանքներ ու ես մեծ սիրով եմ անում, շատ եմ սիրում, շատ, ոչ ոք ինձ չի ստիպում, ոչ ոք ինձ չի պարտադրում, ես շատ եմ սիրում, հիմա նեղվում եմ, որ հողամասում այնքան գործեր կա ու հետ ենք ընկնում, հողը ցեխ էր, չեղավ փորել, որ կարտոֆիլի տեղը պատրաստենք, որովհետև պետք է արդեն, այդպես դե երեկ էլ նորից ծանրաբեռնված գործ, սիբեղ, այդ սիբեղը մաքրեցի, երևի մի քանի կիլո զատիկի նախորեին, զատիկի համար կվաճառեմ, ու շատ եք գրում Երևան առաքում եք, այ հեռու է սիրելի հետևորդներ են, որ 1 կիլոգրամ մինչև ուղարկեմ, այն չի լինի, էլի պոչտայով էլ կփչանա, առաքում չի լինի, տեսնում եք կան անձինք, որոնց այն առաջի պատվերները դեռ չեն վերցրել ու պոչտայից չեն զանգահարել, ինչ է, դուք զանգեք պոչտա ու հարցում կատարեք, որ չմնա այդ ապրանքը վերջապես կարող է, մի խոսքով, դուք զանգեք, սիրելի հետևորդներ, այնպես չի էլի եմ ասում, ես բոլորիդ պատվերները ուղարկել եմ, եթե հանկարծ մարդ եմ, ես էլ սխալվելու իրավունք ունեմ, որովհետև այնքան շատ եմ պատվերները, այդ գումարների պահ ասում եմ, կտրոնը նկարեք ուղարկեք կամ ինձ ասեք նոր փոխանցեք, ես գումարի համար չեմ անում, գումարը այդ պահին, հասկացեք, ես այդ պահին չեմ ձգտում, որ գումարը ինձ փոխանցեք, ես ուղղակի ուզում եմ, որ չխառնեմ, չշփոթեմ, հետո ամոթով չմնամ, այդ գումարը փոխանցեն, ես պատվերը տված չլինեմ, դա է խնդիրը, ու այ, տեսեք, այս ջազվեն, այսինք անձ են լինում, ես էլ ընգնում եմ խոսելով ու թափում, իսկ են մյուսը զգուշացնում, ասում զգուշացիր, նազո կոֆեն պատրաստ է, դե ոչինչ, թափվեց կմաքրեմ, խնդիր չի, եղել են դեպքեր, այնպես չի, ես վաճառում եմ,
որ վաճառում եմ, այո, իհարկե բոլորս է գումարի կարիք ունենք, աշխատում, չարչարվում են գումարի համար, որ գումար վաստակենք մեր օրվա հարցերը, ծախսերը մենք լուծենք, բայց դե այնպես չի, ես էլի նվերներել եմ անում իմ հավաքածից, իմ բերածից, չեմ ուզում ասել, միայն Աստված ասում է, որ պետք է լավություն էլ անես, նվեր էլ անես, շատ հաճախ նախանշչար մարդիկ նայում են, մտածում են, վայ, ինձ այսքան նվերներ արեցին, ես քձիպ եմ, այսինքն ոչ մեկին նվեր չեմ անում, լավություն չեմ անում եմ, դա միայն Աստված է տենում, սիրելի հետևորդներ, Աստված գիտի, Աստված է տեղյակ եւ նվեր ընդունողներն են տեղյակ։ Ես էլ է սուրճը ինչպես միշտ ոտի վրա խմեմ։ Հա, մեկ էլ մի հարց ինձ շատ հաճախ գրում են այդ վերևի հատվածը փակի, գիտեմ, դրված են կաթսաները ինձ էլ հաճելի չի, բայց ինչն է խնդիրը, ասեմ, որ հասկանան այդ գրողները, ինչն է խնդիրը, ուրեմն երբ այս կահույքը մենք պատվիրեցինք, սիրելի հետևորդներ, սա պատրաստի չի եղել, եկել են, չափերը վերցրել են, չափել, գծագրել են ու կահույքը մենք բերել տեղադրել են։ Ես այդ վերևի մասին էլ էի մտածել, մենք այդ վերևի մասին էլ էինք մտածել, որ պետք է սիրուն դռներով փակվի դարակ, բայց այնպես եղավ, որ մեր կահույք հավաքողը, կահույք պատրաստողը երկրից մեկնեց, այստեղ վայքում չեղավ, հետո երկրից մեկնեց ու այսպես մնաց, շատ տեղեր եմ դիմել, ասեք ինչի, օրինակ սիրուն կլինի, այնտեղ կանանչ դնեմ կամ կապույտ գույնի, սիրուն չի լինի, ուրեմն շատ կահույքի տեղեր կան մեզ մոտ, ես ասեցի, որ այս գույնի լինի, որ համապատասխան սիրուն լինի, ոչ միտեղ չկար այդ կտորներից, դրա համար այդպես էլ մնաց այդ կահույքի մասը, այնպես որ գրում եք, ես իմ խելքն էլ է կտրում, տեսնում եմ, ձեզանից շատ հավատացեք ես եմ ուզում, բայց վերջապես մի տեղ կա, որ կգան կչափեն ու կլինի, բայց մեկ ամսից, որովհետև շատ հերթեր են ու ասեմ շատ ընտիր կահույք են պատրաստում։ Այդպես սիրելի հետևորդներ, այդպես մարդիկ հետաքրքրասեր են, ինչու՞ չէ նաև մտածում են իմ մասին, որ ես տենց կոկիկ միջավայրում վլոգ նկարեմ, բայց հասկանում եմ սիրելի հետևորդներ, տեսնենք հաջողություն լինի, չեմ շտապում, ինչպես միշտ կոֆեն էլ ոտքի վրա եմ խմում և ձեր հետ զրուցում, զատիկին բան չմնաց սիրելի հետևորդներ, մի քանի օր և մենք կնշենք Սուրբ Զատիկը, գոնե լավ է, կիրակի է, միգուցե ես գնամ մեր եկեղեցում այդ արարողությունը նկարեմ, չգիտեմ, տեսնենք ոնց կլինի, ինչպես կլինի, Աստված կհաջողի այդ ամենը, տեսնենք Աստծուց առաջ չընկնենք։ Այսօր Աշոտն էլ պարապմունքի է, տեսնենք անգլերեն է պարապում, ինչ կլինի, ինչ չի լինի, երկրորդ դասն եմ, թող պարապի, հաջողություն եմ, որ ամեն ինչ ձգտում եմ, ամեն ինչ անում եմ, որ երեխաների համար լավ լինի և գիտեմ դուք էլ եք այդպես, եթե մայր, եթե ծնող, ապա բոլորն էլ ձգտում են, որ իրենց երեխաներին հասցնեն նպատակին, ունենան լավ ուսում ստանան, ունենան լավ աշխատանք, լավ ընտանիք կազմեն, մի խոսքով նրանց կյանքը լավ դասավորվի, հիմա ամեն ինչը զարգացած է, ամեն ինչ կա, ամեն հնարավորություն կա, միայն ուսում ու գիտելիքներ խելք է պետք, որ աշխատեն, դե այդպես, ինքան համեղ կոֆե է, չնայած որ ոտքի վրա եմ խմում,
Բայց համեղա, կարևորը ձեր հետ եմ խոսում, սիրելի հետևորդներ, չնայած ես ամբողջ օրը ձեր հետ խոսում եմ, ձեզ ասում եմ սիրելի հետևորդներ ջան, ու այնքան եմ ասել, որ ամուսինս էլ է կրկնում, ես էլ ասում եմ մի օր քեզ այդպես ասելիս նկարելու եմ ու վլոգի մեջ երևաս ու շատ է կրկնում այդ արտահայտությունը, որ ես ասում եմ համով, չգիտեմ, ոչ թե վատ նպատակով, այլ ուրախանալու, տենց տրամադրություն բարձրացնելու համար է ասում։ Այնքան տաք է եղանակը, որ ես արդեն կարճաթև, չնայած գիտեք, ողջ ձմեռը մենք կարճաթև ենք հագել, թեթև ենք հագնվում։ Այսօրվա կոֆեն էլ խմեցի, դե ձեզ լավ օր, ես էլ տեսնեմ ինչ կապակ ասպրատ, կիսատ, միսատ, կարևոր է ես կոֆեն մաքրեմ, գավոջախը չչորանա, բայց համեղ կոֆե ա լինում այդ սրճեփով։ Պատել եք սիրելի հետևորդներ, որ լույս է, բայց նազոնտանն է, որ պատշգամբից էլ եմ նկար անում, նախ որ լույսը շուտ է բացվում, բացի այդ էլ ես տրանսպորտով եմ գնում, մեքենաներով չեմ գնում, գոնե հիմա արդեն գործերիս այդ գրաֆիկը այնքան է խտացել, առավոտ շուտ արթնանում եմ, տուն, դասավորում եմ, մաքրում, կարգում եմ, նոր եմ գնում գործի, կարելի ասել գործի գնալս արդեն երկրորդ էտապն է իմ աշխատանքի։ Ինչ անեմ, ժամանակի մեջ պետք է տեղավորվեմ, ժամանակը պետք է խնայեմ, ժամանակը ոսկի է և գործն էլ վաղվան չեն թողում։ Հաջողություն, կհանդիպենք տանը, եթե ոչ, ապա դաշտում։ Սիրելի հետևորդներ, ես աշխատանքից եկա, գնացի բանջար հավաքեցի, իմ տիր Սիբեղ, ու մտատուն Լիլիթը առաջնահերթ ինձ մեկ բաժակ կոֆե ա դրել, խմում եմ, կոֆեն Լիլիթն ա պատրաստել, ինքն էլ ա նոր տուն եկել, մի երկու ապսեկա, ասում ա մամա ջան, ես կլվանամ, հոգնած ես, չէ Լիլիթս, մարալս ա լվում, արես բաժակն է տար, շատ համով կոֆե էր դրել, հա, հոգնած եմ, կամ մաքրեմ Սիբեխը նոր փոխվեմ, գալիս ենք տուն լրիվ ժանգոտում, շատ ջեմչուկ մի արա Լիլիթ, մի փոքրել, ասեցի չէ Սիբեխներից պիտի մաքրեմ, էփենք ու տենքենք հոն հավեսին Սիբեխը, մի փոքր էփեմ, զոխերը կարևորը սեն զոխերով հաստ քրթել ավեսին Սիբեխա մաքրեմ մի փոքր էփենք ուտենք չպրծար դու Լիլիթս ամաններից զգուշ դանակ կցի վայ մատըտ կճղես ու գամ խոհանոց ես նայեք էլի ինքան լավ Սիբեխ էր որ հավեսս գալիս էր քաղելու իսկական սարցախցիկի Սիբեխ հեսա մի քանի օրից այս Սիբեխը կդախանա հավատացեք որ նայեք կարելի ասել այս անգամ մաքուր եմ քաղել երեկվա պես չեմ քաղել Կուտես Սիբեխ, Լիլիթս, որ ինքան համով ա, երեկվա մարաժոյի նման կանես, կասես չէ, հետո էփին կերար։ Նայեք, այս է Սիբեխն ա լավ։ Մաքրեցի սիրելի հետևորդներ, մի հատ նայեք ինչ հրաշքա է։ Ես այնց հավեսին բանջար, Սիբեխ, չեք տեսնի դուք, բայց դե էլի սենց նայում եմ էլի, հանկարծ խոտ խուլաշ
չլինի տեսակ, որտեղից եմ հավաքել, մաքուր տեղից, հա Լիլիթ, չեմ ամր, տես ուրա, սենյակն ա, տես լաթերս, սա տանենք ջրի տակ, մի հատ լավ լվանանք, ենքան է կեղտոտ չի, մաքուր ցեխ չեր, սիրուն հավեսին եղել ա, բայց դե այս չոփի կտորները խոտերի միջից եմ հավաքել, պակաս են, բայց դե մաքրել եմ, ահա, գնացինք սրանց լողացնելու, այսօր էլ տնական հավիձու եմ առել, ոնց դրել եմ, այնպես մնացել է, չեմ կերը, Լիլիթը սամոնները լվաց, ապրին մարալը, ով գողացավ իմ լաթերը, 100 ջուր պետք է լվանանք, 100 ջուր, լավ լվացի, հավեսին, ընտիր բանջարը, մաքուր, բայց դե լցնելուց հեսա կտեսնեք նորից, ես պետք է հատ առ հատ նայեմ, ջուրը տաք հա, հեսի դնենք այստեղ, բավականո, սրա մեջ հեսա արակ կեպեմ, պաստե մի հատ նայեք, այս հրաշքներին, հեսա սա էլ եմ լվանում, դնեմ գազօջախին, մի հատ սնկի հոտը գցեմ խոհանոցով մեկ, կապույտ ոտ սունկնա, իմ հետե որդուին մի քանի օր առաջ հավաքել էր ու վախեցած նկարել ուղարկել էր ինձ, բա նոզես ինչ սունկա, սա այդ սունկնա, կապույտ ոտկա, ամենահամով սունկնա, ես այսպես, ջուրը տակ, լցնենք, միացնենք, և այս բանջարը հատ-հատ, գցեմ այստեղ, այսպես դնեմ, որ նայեմ ու գցեմ, նայեմ ու լցնեմ, հատիկ, ինչ լավն ա, ընտիր սիբեղ կա, ես այնքը կնստի, չասեք, չմտածեք կացան փոքր չի, շորումուր տանք, սիրելի հետևորդներ ջան, ու բոլորն էլ սիբեխի ախորժակով նստել են, աշնել եկով, սիրում են, առաջ չէին ուտում, հիմա լավ, հաճույքով ուտում են, բայց դե իսկական այդ սարցախցիկ դնելու ժամանակն է, մի օր կարելի այլի հատուկ գնալ տեղ, այդ մասը բերեմ, դնեմ սարցախցիկ, հələ ձմեռը նոր գնաց, ձմռան մասին ենք մտածում, վլեմ, են որ կասեք դաշտ եմ գնացել, ոչ, դաշտից եկա, փոխվեցի, կարգվեցի, սարքվեցի, հիմա էլ այս սիբեխը սարքեմ, այնց լավ ծիլա, այս զոխերի մասը շատ սպիտակ, ոնց որ մարգարիտներ լինեն, փակեմ, ես այսպես, բայց սա թողնում այստեղ, այս սունկիկների մի հատ լվանանք, մի թեթև լվանան բերեմ դնեմ այստեղ, ես 3 հրաշքներին լվացի բերեցի, ուրեմ ցանցը դնում եմ, այս սենց,
Բերում եմ, որ իր այդ ջուրը չթափի։ Սա թո իր հանգով էփվի։ Այստեղ Նազոն ինչ հարմարավետություն է սարքում։ Այսինքն կողքերը ծալում եմ, որ ջուրը չթափվի, սնկի, ափսոս է, ահա, լավա չէ, որ լավա, ուրեմ, այս էլ միացնենք, և սնկերը, իհարկե ասեցի չէ, որ սա ես չհավաքեցի, այնտեղ շատ մարդիկ կային, դե ճանաչում են ինձ ու ասեց, այս սունկը տար, դու նկարահանումներ ես անում, կպատրաստես, կնկարես, կպատրաստես ու կնկարես, ահա, ես էլ վերեցի, այսպես դրել եմ, կարնան բույրը լցվեց, աղ ենք անում, եսա որ մի քիչ էփվի, ես ինչ կանեմ, կարակել կդնեմ, թթվասեր կա, մածուն կա, ափորժակ էլ իհարկե կա, աղ լցնեմ, սնկի բացումը արեցինք, հոտը սնկի, սա կքամ է մարդ, մի փոքր կարակ դնեմ, այսպես թողալվի, պատկերացրեք իշքան համեղ է լինելու, երեխեք, էփվել այսի, մատրասի բեխա, այս ինչ համեղան, այս են սպիտակ ծլերով ամենահամեղ սիբեխն է, այս տարածքի սիբեխը, որ յուրա հատուկ է, մի քիչ կամաց ենք անում, որ մարման դեպվի, տարակ համելու, Ոյ, մի րոպե դրեցինք, բայց անջատենք մինչև յուղը, կդնենք կացան չվառվի, յուղը շատ, դե հիմա վառենք, այսպես շխ, այսպես եմ անում, որ բացվի դրա համար, մի անգամից չեմ լցնում, օհո, գինել եղավ, վայ, Փաստորեն կասեք Նազո, ախ ես գթալները չեն խառնում, սիրելի հետևորդներ, գթալով էլ անես, այլումին բանով կքիրվեն, խազեր կլինի, լավա չէ, տնական ձուն առել եմ, բայց ես պետական եմ կոտրում, մեր տանը նարդնազուկներ կան, նարդնազուկ, այդ բառը լսել եք, սիրելի հետևորդներ, այնքան փոքր են այս ձվերն է, էլի այսպես պետք է խառնեմ, էլ ճար չկա,
Մարդկա տապակելիս ձուն սկզբից է լցնում, ծված եղա լինում նոր բանջարը։ Բայց մենք ամեն մեկը մի խոսքով իր ձևն ունի պատրաստելու։ Սեր սենց փակենք 2 րոպե։ Այստեղ, ոյ, ինչ լավ է փլա, ջուրը դուրս է տվել։ Ահա, բանջարը էփվեց։ Սեղանը պատրաստեմ, որ հաց ուտենք։ Սա թող քրթա դեռ։ Ահա, եւ այստեղ կարելի է ասել կոպոլիվա, մնացածը ավելորդ է։ Սիբեղ, մնացածը ավելորդ է։ Համեցեք սիբեղ ուտելու։ Իմ տղեն սեղանը քաշեց։ Քաշեց։ Ահա եւ սա էլ այսպես Համեր։ Համեր, որ շուտ է սիրելի է որտեղ ջան։ Տարեկում ալերգիա ունեմ էս։ Սնկից հավաքելուց ալերգիա չունես։ Հավաքել ուրիշ լավ բան։ Հա, Աշոտ, ինչ կարծիք ես, համով է։ Մենստին ավելի համով է։ Տարեկում հաց եմ։ Լավ, մենք մեր հացը ուտենք, որ չխռովեն, ահա։ Ես էլ եմ սոված ճիշտն ասած, աշխատանքից եկել եմ, վազել եմ հանդերը։ Անդերը։ Այսօր էլ պիցա ենք սարքում։ Մերին որ գալիս է, պիցան պատրաստ է։ Սիրում են էլի։ Սիրում են էլի, սիրում են, չէ՞ Մերի ջան։ Մերը Դու չես սիրում։ Մերին ամենահամովը սարքում է լավ պլավը։ Հա, այն օրը փլավ էր։ Ասում եմ Մերի փլավը ուրիշ է ադնում, իր համը պատրաստած է։ Մերին թող խմորը պատրաստի պիցայի, այստեղ գնումներ են արել։ Մի հատ ստուգումներ անեմ, տեսնեմ ինչ են գնել։ Ահա, ինչ են գնել, ուրեն պաղպաղակ, արդեն մեկը։ Որը որ դու չես ուտելու, ինչպես։ Հա, արդեն մեկը Լիլիթը տարավ։ Սիրելի հետևորդներ, ինչպես միշտ ես չեմ ուտում, ասում եմ դրեք սառնարանը, գործերս անեմ, վերջացնեմ, կուտեմ։ Հետո մոռանում եմ, այն մյուս օրն ասում եմ, վայ, ես իմ պաղպաղակը չկերա, բայց արդեն չի լինում, Լիլիթն է ուտում, բայց այսօր չէ, ուտելու եմ այսօր։ Երշիկ, պիցայի համար, պիցայի պանիր, կոկա-կոլա, ընդմիշտ և միշտ կոկա-կոլա։ Դե չիպսերի մասին էլ չենք խոսում, պարտադիր է և արևածաղիկը խանութից պետք է լինի, հողամասինը չի լինի, որ բովեմ, պետք է խանութից լինի, որովհետև սա ծովի աղով է, իմը վայքի աղով է։ Եվ այս թխվածքաբլիթները, որոնք էլի լավն են, հավանել են, այսքանը, և իհարկե պարտադիր կտրոնը, ես էլ այսպես, վա իմ ծաղիկներին ով է, Ես ա մամա։ Հլե տոմատը, հա։ Հաստա, բացը հարեմ։ Դե բացի տեսնենք։ Առաջին դուք փորձես։ Ինչի։ Մյուսին։ Ինձի բան չի լում եկա։ Դու ես միշտ տենց ասում։ Что такое։ Պատրաստած համեղ տոմատը։ Այս կուհի ծաղիկները իհարկե էլի ծաղկում են, սենց սիրուն դիզայն է, էլի։ Մամա, սրան դրել ես, ալգում ատանաշ են։ Կարող է ես հիմա ուզում եմ հալած ուտեմ, Դե հալված։ կեր։ Որետ եմ ասում եմ էդ որ չուտեմ նախ ուտող չեմ, չեմ հասցնի ուտեմ։ Всё, մի հատ այդ կափարիչը տվեք ինձ։ Էն ինչ գործի եք։ Թողեք պիցայի հետ կխմեք։ Վայ մամա, տենց բաներ մի ասա։ Թողեք որ տարով։ Թողեք մյուս տարի։ Նոր տարվան կխմենք կոկա-կոլան։ Այ մամա ջան։ Ինչ ես ման գալի։ Դու վերջն ես։ Համ հələ 15 րոպե ժամանակ պայի։
պահի։ Դենց։ Բուլա մերի, են էլ վաղ պիցա կանեմ։ Այո, համբերի մի։ Օլա, այդ եմ յուս գալը տարա։ Քանի րոպե է անցել։ 4 4 չի անցել։ Խնդրում եմ առավոտ շուտ կուխնյաս չկործնեք։ Այո, երեկոյան ինչ կուտեք, ինչ չեք ուտի տեղերը։ Սր գիշեր գալու ենք ոնքա Շահրաստանը։ Արչի բերանա։ Արչի բերանա, այդ ո՞ւմ է։ Վաղցրեք Թոշակարստանա մեռնը։ Ես վաղկոտ մարդ եմ։ Նենում սիրուններն են։ 10 րոպեն անցել է, բայց։ Չէ։ Ման խնդրում եմ արի։ Մարի։ Մարդ։ Գնա։ Ժարիտ չես անում տնաշեն։ Մի օրա, տասը։ Որը ձետա որ կամ է չոն։ Հետար։ Արա դու։ Բարիշ լավա տեսա։ Ձետ են կոտելու։ Նա։ Նկարվում է։ Մեր ես ինչա։ Մերին իրա ձևով լավ պիցա է Ձետը պատրում։ գիտես քանի անապահով ընտանիքի կապահով է։ Մերին իրա ձևով լավ սարքում է պիցան, մի խառնվի։ Դու լավ գիտես, թե պրոֆեսոր է։ Այո։ Всё, բերեցինք։ Հասունացել է։ Բա ինչ արել։ Հասունացրեց։ Հələ տեսնա։ Նա։ Նա գնա ժառոմնի մոտիկից տես։ Մամ արինալ բացի էլի։ Գնա մեծ ժառոմնի։ Գնա բացի չեմ նկարի, գնա։ Գնա բացի։ Մի արա, մի նկարի մատերս։ Խի։ Հոգտապան։ Հիմա այսպես, մի հատ լվանակ ձեռքերը, вообще-то։ Ահ, ինչ հարավ, ձեր համար եմ անում, ահա։ Վայ, հելե գնացեք, պետք չի, ես ինձ կնկարեմ։ Ես կգնամ բացով։ Որմե աղջիկը դողը։ Այ ալացեմ։ Որո ինձ ձեթը ոնց հատավեք օղից հելը, ոյ։ Ապրի մաղջիկ, ապրի։ Կարաս, մերի ջան։ Մարդը սոված չի մնա։ Մարդը տես 10 ինքան պիցա կուտի, պերեդոսից կմերնի։ Պիցա չէ։ Պիցա, ձու, ավոկադո, բան, չիպս, այն բեյբի ֆոքսերից, Կոլա։ կոլա, ի պամիդոր է, կոմը ձերը չկտրես, եչեք բրեք դես թավ են ստեղի։ Օ, քո համար սաղ դեղ տված են։ Լավ, ուժ բաներ մի խոսացեք, չեք տենում բլոգ եմ նկարում։ Սիրելի հետևորդներ ջան, դուք լայքում եք, ես վայքում եմ։ Պատվիսկ եղեք իմ կանալին, հետևեք ինձ, որպեսզի բաշխտում հետաքա վիդեոներս։ Ապա, շատ հետաքրքիր բան ենք ասել։ Вообще պետքա սկսվեց էսի շարեի։ Ոչինչ, չէ։ Մեկա ծամոնս խառնվի։ Շուտ բոցից դու։ Սիրում ենք այդ բաժակները։ Լավն է, չէ՞։ Ես էլ եմ սիրում, ափսոս չկա, մի 6 հատ կառնեի, հետո տոժիտ կդնեի։ Տունը 6 հատ կա, կաղրած դարակը տեղ չկա, դու ուղարկի կտանի։ Այսօր Համլետենց վլոգը տեսանք, շատ լավ վլոգ էր ստացվել, մերիս էլ մեջը կար, ինչքան ուրախացանք։ Այդպես սիրուն էր, մեր եկածուն գեշից։ Մամ ասա։ Եվ վերջում էլ վայելում ենք մերի պատրաստած թխած պիցան, համեղ, հա։ Ու ձեզ էլ ասենք բարի գիշեր, սիրելի հետևորդներ, լույսն էլ թող բարի բացվի, մենք էլ մեր պիցան ճաշակենք։